Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մխիթարյան, մեր զրույցը սկսենք երեկ Սարդարապատում վարչապետի ելույթից մի հայտարարություն արեց, որը երեք շատ էր քննարկում, չգիտեմ դուք հասցրել եք ելույթին հետևել, ես հիմա մեջ բերեմ, որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի դիտարկում է արել, ասում է մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։ Հիմա այս հայտարարությունից, դուք պատերազմի մասնակից, շարժման մասնակից 88 թվականի, այս հայտարարությունից արդյոք չի ստացվում, որ մենք տարիներ շարունակ հայրենիքի փնտրտուքի մեջ ենք եղել, հայրենիք չենք ունեցել ու վերջապես հիմա նոր 18 թվականին գտել ենք հայրենիք ու այս պայմաններում, երբ որ տեսնում ենք, որ տարբեր կողմերից, Հայաստանի դեմ թե թշնամու թե հակառակ կողմից սպառնալից հայտարարություններ են հնչում, այս պայմաններով դուք որքանով եք ինքնիշխան համարում Հայաստանը։ Այն որ մենք ունենք ձևավորված մեր պետությունը իր սահմաններով, ցավոք սրտի դեռ սահմանազատումը գործընթացը ընթացքի մեջ է, այնուամենայնիվ ինչ որ չափով համաձայն եմ, որ մենք ոչ թե հայրենիքի փնտրտուքի մեջ ենք, այլ մենք փորձում ենք նաև այս տարիների ընթացքում, սա որպես ազատամարտիկ եմ ասում, որպես Վազգեն Սարգսյանի զինակից, մենք փորձում ենք մեր երկրորդ հայրենիքը նաև ունենալ։ Ցավոք սրտի այս ժամանակահատվածում ունենք մեր Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով։ Իհարկե դժվար է, իհարկե ցավ է բոլորիս համար, այդ կորուստները, այդ ամեն ինչը, բայց դրա հետ մեկտեղ հիմա ամենակարևորն է, որպեսզի մենք այ ինքնիշխանության առումով մենք պետք է տնտեսապես ուժեղանանք, մենք պետք է մեր բանակը հզորացնենք, մենք պետք է բարեկամ պետությունների հետ էլ ավելի զարգացնենք հարաբերությունները, որպեսզի կախվածություն չունենանք որևէ մեկից, մեր տնտեսությամբ, մեր բանակով, մեր ամեն ինչով լինենք իրոք ինքնիշխան։ Բայց այս պահին մենք անկախ ենք, ըստ ձեզ։ Քանի որ մենք տեսնում ենք, որ շատ մեր քայլեր, գործողություններ պայմանավորված են այլ երկրների պարտադրանքով, այդ թվում նաև մեր թշնամուի կողմի։ Այո, չէ, թշնամու կողմից պարտադրանք այդպիսին կա սպառնալիքներ, իհարկե, եւ դա նաև բնական է, որ այդ սպառնալիքները պիտի լինի, վերջի վերջո հաղթող կողմն է, ցավոք սրտի։ Չնայած ամբողջ պատմության մեջ դեռ դա վերջնական հաղթանակ չի, ես միշտ ասում եմ, հաշիվը 1-1 է։ Չգիտեմ մենք ինչ ճանապարհով, ցանկալի իհարկե դիվանագիտական ճանապարհով, բայց մենք ունենալու ենք դեռ առջևում հաղթանակներ, ես դրանում համոզված եմ։ Իսկ կոնկրետ Արցախի հետ կապված Արցախի վերադարձի նախադրյալներ ժամանակ է պետք։ Ամեն դեպքում կան։ Իհարկե։ Իմ համար իհարկե։ Քանի որ այսօր տեսնում ենք հայտարարություններն են հենց բարձր մակարդակով հնչում, որ այլևս անիրատեսական է դա, փակված են համարում Արցախի էջը։ Չէ, ես էլի եմ ասում, մեզ հիմա իրոք շատ ժամանակ է պետք, մեր ժամանակ է պետք հզորանալու եւ տնտեսապես եւ բանակի առումով, սպառազինության առումով եւ երբ որ մենք հզորանանք, մենք կարող ենք բոլորի հետ էլ նստել հավասարի հարցեր քննարկել։ Ինչու՞ չէ նաեւ Արցախի, ինչու՞ չէ նաեւ արցախցիների վերադարձը հայրենիք։ Պարոն Մխիթարյան, խոսեցիք բանակից, վերջերս նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, իշխանություններն են, Հայկ Սարգսյանը մասնավորապես, առաջարկում են գումարի դիմաց կրճատել զինվորական ծառայության ժամկետը, մեկ ամիսը 24 միլիոն դրամ, 4 ամիսի 18 միլիոն դրամ եւ այսպես շարունակ, հիմա երկու տեսակետ է շրջանառվում։ Իշխանությունները ասում են, որ սա արվում է, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ձևավորվենք, բայց հասարակության մեծ մասը ընդդիմադիր
հիմնադիր դաշտն է, ասում են, որ սա քայքայում է բանակը ու ավելին հասարակության մեջ սոցիալական շերտավորում է մտցնում, այսինքն ստացվում է ով հնարավորություն ունի այդ գումարը կարող է վճարել ու իր հուսաջամկետով ծառայել, իսկ ովքեր անապահով են ու առհասարակ եթե Աստված մի արած է լարված իրավիճակ լինի, ենթադրենք 1 ամիս ծառայած զինծառայողը ինչ կարող է իրեն, ինչպես կարող է դրսևորել իրեն անհրաժեշտության դեպքում։ Նախ ասեմ, որ պրոֆեսիոնալ բանակի վերաբերյալ մենք խոսում ենք շատ վաղուց 21 թվականի ընտրություններին մենք մեր ծրագրում նաև ներկայացրել էինք ու ես էի ներկայացնում այդ բլոկը բանակի վերաբերյալ, այո, մենք կողմնակից ենք, որ պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Ու դա շատ կարևոր է, քանի որ թե ծնելիության առումով, թե մենք ուղղակի չենք կարողանում զորակոչ չապահովենք։ Բայց ինչ վերաբերվում է այդ գումարի դիմաց ազատվելուց, իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես չեմ համակերպվում այդ մտքի հետ։ Այսինքն դեմ եք նախագծում։ Ես այն սերունդից եմ, որի համար որ բանակում ծառայելը դա պարտանալու ինչ-որ բան էր, ամոթ էր բանակից խուսափելը, թե գումարով, թե առողջականով, թե նույնիսկ օրինական ճանապարհով։ Եվ վերջի վերջո ես ներկայացնում եմ երկրապահ, որը որ անկախ առողջականից, անկախ տարիքից, անկախ ամեն ինչից առ այսօր կանգնած է սահմաններում եւ մեր համար խորթ է այդ մոտեցումը։ Այսինքն դեմ եք նախագծին։ Իդեպ այս օրերին, պարոն Մխիթարյան, ԵԿՄ-ին ուղղված շատ քննադատություններ են հնչում, ասում են, որ լռում են, համակերպված են, օրինակ տարբեր հայտարարություններ են հնչում թե իշխանությունների կողմից, որոնք վերաբերվում են մեր տարածքային ամբողջականությանը, ասում են, որ ԵԿՄ-ն, եթե նախկինում այսպես իր դիրքերում էր, բավականին տեղին արձագանքում էր յուրաքանչյուր նման հայտարարությանը, բայց հիմա վերածվել է իշխանության, այսպես ասած, կցորդի։ Ինչպես կարձագանքեք։ Երկրապահ Նախ իշխանության կցորդի երբեք երկրապահ վերածված չի եղել, երկրապահն միշտ եղել է մեր պետության ու պետականության կողքին եւ համարում եմ, որ հենասյուներից մեկն է եղել առաջին իսկ օրվանից իր ստեղծման սպարապետի գաղափարներով, ինչ վերաբերվում է ժամանակահատվածին, ինչու է լռում երկրապահն զբաղված է սահման պահելով։ Այսօր հենց որպեսզի թույլ տանք բանակը բարեփոխումների, ռեֆորմները նորմալ կատարի, երկրապահն ամբողջ իր ուժով կանգնած է սահմաններին, ամբողջ երկայնքով։ Իդեպ հենց այսօր տեղեկացանք, որ կրկին Սյունիքում կրակոցներ են հնչել։ Այո, ես էլ այսօր Այ ինչ նպատակ է սա ունի այդ թշնամին ինչ։ Սադրանք, հակառակորդը անընդհատ փորձելու է սադրանքներ անել, որպեսզի մեզ ներքաշի գործողությունների մեջ։ Բայց դե ասում եմ, մեզ հիմա ժամանակ է պետք, ատամներս սեղմած, մենք պետք է համբերենք, մինչև մեր բանակն էլ իր ռեֆորմները ավարտի, հզորանանք։ Այսօր միգուցե 10 օր, 15 օր կարողանանք կռվել, մի բան էլ ավել, բայց մենք այդ ռեսուրսը չունենք հիմա, որ կարողանանք երկարատև ինչ-որ պատերազմական գործողություններ անենք եւ նաեւ մենք մեր քայլերով հերթական անգամ աշխարհին ցույց ենք տալի, որ մենք խաղաղության կողմնակիցն ենք։ Բայց այդ միակողմանի խաղաղությունը, պարոն Մխիթարյան, մենք ասում ենք իհարկե բոլորի կողմից ողջունել է, բայց եթե տեսնում ենք, որ հակառակորդը դա չի լսում սադրանքների հետիմում, չպետք է որևէ կերպ իհարկե ոչ ուժով, բայց ինչ որ կերպ արձագանքվի։ Դե իհարկե պետք է արձագանքվի, սա նյարդերի խաղ է գնում եւ ասում եմ մենք պիտի դիմանանք ուղղակի։ Պարոն Մխիթարյան, նաև իհարկե մեծ հետ զրույցը մի փոքր էս թեմային անդրադարձ եղել եք, բայց քանի նման հնարավորություն են ընձեռվել ավելի ծավալուն զրուցելու, չեն կարող անդրադառնալ Մասի թաղապետանում տեղի ունեցած միջադեպին ձեր թիմակցի կողմից Տեր Գրիգորյանի, նա իր հենց թաղապետանի Տեր Մարգարյանի հենց թաղապետանի ներսում ծեծի էր ենթարկել, այդ կադրերը ամբողջությամբ հրապարակվեց ակտիվիստ Արտուր Չախոյանին, որը ինչ որ խնդիրներ էր բարձրացնել ու պահանջում էր այդ բային հանրային լսումների։
դուք եւս մեկ այլ վարչական շրջանի ղեկավար եք, ինչպես եք սրան վերաբերվում ու հատկապես երբ ձեր ուժը, Հանրապետություն կուսակցությունը մի կողմից խոսում է եվրոպական արժեքներու նման նախաձեռնություն է սկսում ԵՄ-ին անդամակցել ու մի կողմից քաղաքացու նկատմամբ այսպիսի վերաբերմունք։ Սա նորմալ է համարում Պարոն Մխիթարյան։ Գիտեք, երևի թե թեման արդեն շատ խոսացվեց դրա մասին եւ դրա պատասխանը տվեց ինքը Տիգրան Տեր-Մարգարյանը իր հրաժարականով եւ այսօր իդեպ նշանակվեց արդեն նոր թաղապետը։ Իդեպ դուք էլ ասել եք, որ եթե հեռանա, մենք ամբողջ թիմով մեր մանդատները վայր կդնենք։ Ես այլ կերպ էի ասել, ես ասել էի, եթե հեռացնեն։ Դա տարբեր բաներ են։ Իսկ այս պարագայում Տիգրան Տեր-Մարգարյանը ինքն էր որոշում կայացրել եւ դա էլ լավագույն պատասխանն է բոլոր ձեր հարցերին։ Բայց իդեպ շատ տեղեկություններ կար, որ հենց իշխանությունները եւ անձամբ հենց նաեւ Տիգրան Ավինյանն էլ է որոշակի բանակցություններ սկսել ու ասել, որ ավելավ է հեռանաս, քան էս աղմուկը ավելի թեժանա։ Արդյոք եղել են կողմնակի նշումներ։ Մենք քննարկել ենք այդ հարցը առաջի օրվանից սկսած, բայց ոչ ոք ոչ մեկին չի պարտադրել, դա էլի եմ ասում Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումն էր, որը ի դեպ իմ եւ կուսակից ընկերն է եւ իմ 25 տարվա ընկերն է, իմ երիտասարդ ընկերը։ Եվ գիտեք, մի բան էլ ուղղակի ավելացնեմ, որ ոչ ոք ապահովագրված չի նման բանից, որտեվ որ ասում մեդալը երկու կողմ ունի։ Բայց հանրային պաշտոն զբաղեցնողը պետք է չէ տարբերվի բան։ Համաձայն եմ, իհարկե, հենց դրա համար էլ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց, բայց անպայման երկու կողմն էլ պետք է նայվի եւ հենց այդ իսկ պատճառով քրեական գործ է հարուցված երկու կողմերի նկատմամբ եւ թող արդարադատությունը որոշի։ Իդեպ ձեր կուսակցությունը նաև այսպեսի թեզեր առաջ տանում, ասում էր, որ սա ռուսական կողմից արված սադրանք է։ Դուք կիսում եք այս տեսակետը, ինչպես եք, սա պատկերացնում, որ Ռուսաստանում օրինակ նստած սադրանք են նախաձեռնում թաղապետի նկատմամբ սա։ Այստեղ թաղապետի անձը չի, այստեղ կար իհարկե այդ հանգամանքը եւ դա կապված էր դեսպան Կոպիրկինի հետ, այն հանգամանքներ, որ Տիգրան Տեր-Մարգարյանը ժամանակին այցելել էր Բուչա եւ մինչեւ այդ դեպքերից մի քանի օր առաջ Բուչայի քաղաքապետանի ներկայացուցիչները այցելել էին Երևան եւ հանդիպել էին Տեր-Մարգարյանի հետ եւ կար այդպիսի տպավորություն, նուրբ ասեմ, տպավորություն, որ այո, այսինքն այդ այցով եք պայմանավորվում, ուղղորդում եղել էր։ Բայց ընդհանրապես դիտարկում է, թե ինչ որ փաստեր հստակ։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Մխիթարյան, նաև տեղեկություններ են մամուլում հրապարակվում, որ ձեր կինը եւ որդին, ովքեր աշխատում են քաղաքապետարանում, այս դեպքից հետո ազատվել են աշխատանքից։ Նախ ասեմ, որ իմ կինը մոտավորապես համարյա թե 20 տարի աշխատում է, ինձանից 10 անգամ ավել աշխատանքային փորձ ունի համակարգում, աշխատում է Գույքարկում Շենգավիթի վարչական շրջանում էր աշխատում, հիմա աշխատում է քաղաքապետարանում, որդիս էլ մատակարարման վարչությունում է, աշխատում են, իհարկե շարունակում են։ Ինչ կապ ունեն իրենք իմ հայտարարությունների հետ կամ մեկ առանձին հասուն մարդիկ են իրենց որոշումներով, իրենց աշխատանքով։ Այսինքն իրենք դեռևս դա ընդհանրապես ասեկոս է։ Եվ արդեն զրույցի վերջում, պարոն Մխիթարյան, դուք արդեն 2 տարի է ինչ պաշտոնավարում եք։ Տարի ու կես։ Տարի ու կես։ Մի փոքր կխնդրեմ խոսել արդեն վարչական շրջանի հետ կապված աշխատանքներից ու այնտեղի բնակիչներին ծրագրեր կան նոր փոքր մանրամասներ։ Ասեմ, որ շատ բարդ վարչական շրջան է աշխատանքների առումով, որտեղ շատ աշխատանքներ կար կուտակված, բայց բավականին ծավալուն մենք աշխատանքներ կատարել ենք այս տարի ու կեսվա մեջ, ծարգել ենք, կառուցել ենք 9 ֆուտբոլի դաշտ, 15 մոտավորապես բակային տարածք ենք վերանորոգել, հիմա ընթացքում էլի եւս 5-ը
5-ն են ընթացքի մեջ, նաև նախատեսում ենք մինչև տարեվերջ եւս 12 բակ վերանորոգելու, կառուցելու, այնպես որ տարբեր մշակութային, կրթության ծրագրերից սկսած բավականին լուրջ ծրագրեր ենք իրականացնում եւ իրականացնելու ենք։ Այնպես որ բնակչության հետ ես անընդհատ կապի մեջ եմ, ես անընդհատ շրջում եմ վարչական շրջանով, աշխատում եմ խնդիրները ինքս տեսնեմ եւ խնդիրներին միանգամից արձագանքեմ։ Օրինակ, որոնք են այն խնդիրները, որոնք առավել հաճախ են քաղաքացիները։ Խնդիրները շատ են, բակի բարեկարգումից սկսած, մի քիչ անհամբերել են, որտեղ տեսնում են, որ կառուցվում է եւ բոլորը ուզում են, որ իրենց բակն էլ լավ ցանկություն է, իհարկե, եւ ես այցելում եմ, պայմանավորվում եմ հետները, որ նախագիծը կա, արդեն մի փոքր համբերությունը պետք։ Կան հրատապ լուծման խնդիրներ, հիմնականում կոյուղագծերի բանի հետ կապված։ Նաև ճանապարհների հետ կապված մալացիայի շատ են դժգոհությունները։ Ճանապարհները հիմնականում հաղթանակ թաղամասի վերաբերյալ է։ Հաղթանակ թաղամասում դա կառավարության ծրագրով այնտեղ ամբողջությամբ, ամբողջ հաղթանակ թաղամասում ջրագծերը եւ կոյուղագծերը փոխվեցին, դա մեծ ծրագիր էր։ Եվ ջրագծերի աշխատանքները դեռ միացումները դեպի տները չի ավարտվել, դա է պատճառը։ Ինչքան է շարունակվելու մինչև երբ։ Արդեն մոտենում է ավարտին իրենց աշխատանքները եւ հենց ավարտեցին, արդեն մենք հիմա այն դեպի Մարս գործարան այդ հատվածը արդեն սկսել ենք, հիմա իրանք մի երկու օրից արդեն կավարտեն, մենք հետևից արդեն լուծումը կտանք ճանապարհի, այնպես որ լուծում ենք, բոլոր խնդիրներն էլ լուծում ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտող մեզ հետևելու համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցը Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էր։ Կհանդիպենք։